Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր Փաստի ինֆոյի հյուրը արտակարգ եւ լիազոր դեսպան Դյոնիկ Աղաջանյանն է։ Բարև ձեզ Տիկին Աղաջանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերին։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Աղաջանյան, օրերս հայ փորձագետները մեկնել էին Բաքու։ Նկատենք, որ սա առաջին, այսպես ասած, այցը կամ շփումները չեն հայկական կողմի եւ ադրբեջանական կողմի միջև, երբ Արցախը դեռևս հայկական էլ էլի երկու կողմերի միջև շփումներ եղել են, բայց հիմա փորձում են ներկայացնել, որ սա ինչ որ մի բացառիկ կարևոր իրադարձություն էր, պատմական իրադարձություն էր եւ այլն, սակայն արդյունքում հասկանում ենք, որ այս փորձագետները մեկնել էին Բաքու որպես եւ վերադարձել որպես Բաքվի պատվիրակներ եւ մեզ էին փորձում ներկայացնել ադրբեջանական կողմի մեսիջները, որոնց մենք ըստ էության ծանոթ ենք։ Ընդհանրապես ինչի մասին էր այս այցը եւ ինչու այն այսպիսի աղմուկ հանեց։ Գիտեք, ընդհանրապես փորձագիտական, լրագրողական շրջանակներում տարբեր միջոցառումներ ձևաչափերով հանդիպումներ տեղի են ունեցել, այսպես կոչված բարեկամական հարաբերությունների հաստատման կամ միջազգային երկխոսության ծավալման շրջանակներ, դա եղել է տարբեր վայրերում, տարբեր տեղերում։ Առաջի անգամ էր երևի, որ հայկական ինքնաթիռ էր իջնում Բաքվի օդանավակայանում, բայց այլ պարագայում հանդիպումների, շփումների տեսակետից աննախադեպության ոչ մի բան չկար։ Վերջի նման հանդիպումը, որ ես ինքս փաստացիորեն խոսնակ լինելով նաև ղեկավարել եմ որոշակիորեն, դա լրագրողների այցն էր եւ հակընդդեմ այդ թվում ընդ որում ադրբեջանցի լրագրողները, որ այցելեցին Հայաստան, նաև Արցախ այցելեցին եւ դա 2003 թվականն էր, եթե չեմ սխալվում, եւ ենթադրվում էր, որ հակընդդեմ այց պիտի լինի Բաքու, որը Իլհամ Ալիևի ակտիվ ջանքերով չեզոքացվեց, այսինքն նրանք հասկացան, որ բնականաբար Բաքու այցելելով եւ այնտեղ իրական տրամադրությունները մեր լրագրողները տեսնելով, իսկ մեր լրագրողները այն ժամանակվա իշխանությունների օրոք իրոք օբյեկտիվ պատկերն էին տալու, ոչ թե տարբերություն այսօրվա քաղաքագետների, որոնք այսպես հատիկ-հատիկ ընտրված էին, որպեսզի հանկարծ իշխանական թեզերից եւ քաղաքականությունից հեռու որևէ խոսք չարտաբերվի եւ չասվի, մեր լրագրողները իրոք ծանր հարցեր էին տալու եւ բնականաբար ներկայացնելու են Ադրբեջանը այն լույսի ներքո, որը իրականում կա եւ դա Ադրբեջանի իշխանությունների համար ցանկալի չէր եւ այդտեղ այդ այցերը ընդհանրապես շփումները դադարեցին։ Այս իշխանությունների օրոք, որը որդեգրել է հանձնվողական եւ պարտվողական քաղաքականություն, մենք տեսնում ենք նաեւ իրենց խոսափողների այդ քաղաքականությանը լծված գործողությունների իրականացում եւ դուք ճիշտ նկատեցիք, որ իրենք ուղղակի արդեն փորձագիտական մակարդակով իբրև թե անմիջական ուղիղ շփումների արդյունքում ադրբեջանական կարծիքների եւ ցանկությունների փոխանցում մեր հանրությանը, սակայն իրենք կարծում եմ կամ իրենց արժեքն են գերագնահատում, կամ մեր հանրության տրամաբանված եւ իմացական դատողություններ անելու կարողությունն են թերագնահատում, երբ որ փորձում են իրենց նմանատիպ ուրեմն քարոզչական թեզերով ազդեցություն գործել։ Մեր հանրությունում իր մեծամասնությամբ կարծում եմ արդեն շատ լավ հասկանում է ում բերանից ինչ կարող է հնչել, ով ինչ դերակատարում ունի այդ գործընթացում եւ շատ լավ հասկանում է, որ այս իշխանությունների օրոք որևէ խոսք, որը դուրս է գալիս թե իշխանության ներկայացուցիչների շուրթերից, թե նրան սպասարկող, այսպես կոչված վերլուծաբան քաղաքասարակություն կոչվածների շուրթերից եւ թե առավել եւս ադրբեջանական կամ թուրքական ներկայացուցիչներից, դրանք հավաստիության կամ վստահելիության որևէ շանս չունեն։ Այս առումով մենք պետք է ուղղակի արձանագրենք, որ այս մարդիկ ինչպես եւ արել են նախկինում, որտեղ այդ խմբի մեջ ներգրաված անձանցից մեկը կարծեմ նախկինում եղել է անվտանգության խորհրդի խոսնակը, դեռևս ես հիշում եմ եւ դա ինձ ցնցեց, երբ որ լսեցի 23 թվականի հունվարն էր, երբ որ նոր էին ադրբեջանցիք շրջափակման ենթարկել ուրեմն Արցախը, փակել էին իրենց արհեստածին բնապահպաններով, նա արդեն հանրությանը այսպես կոչ էր անում պատրաստվելու, տարհանելու, տեղահանելու արցախցիներին, այսինքն հստակ
Օվերտոնի պատուհանը բացում էր պատրաստելու հանրությանը, որ Արցախը հայաթափվելու է։ Ուղղակի շատերը ականջալուր չէին լինում եւ մտածելով, որ ինչ որ մեկը ինչ որ դատողություն է անում, առանց հասկանալու, որ այս իշխանության պարագայում առանց վերահսկողության որևէ թեզ եւ որևէ արտահայտություն իրենց շրջապատից եւ իրենց շրջապատը սպասարկող մարդկանցից դուրս չի գալիս։ Տիկին Աղաջանյան, հիմա այո տպավորություն է, որ այս փորձագետները բարի լուր են բերել եւ ուզում են, որ մենք ուրախանանք, որ ադրբեջանական կողմը իբրև թե ասում է, որ պատերազմ չի լինելու, իրենք խաղաղությունն են պաշտպանում եւ այլն, բայց միևնույն ժամանակ նույն ադրբեջանական կողմից ամենաբարձր մակարդակով նշում է, որ իրենք Երևան են գալու մեքենաներով, այլ ոչ թե տանկերով, ստացվում է, որ Հայաստանը արդեն նրանց է պատկանում, կարող են հանգիստ մեքենաներով գալ, հա, եւ սրա համար մեծ պատվիրակներ պետք չէին, ինչու են մեր բյուջեից քաղաքացիների հարկերի հաշվին, քաղաքացիների գումարները հատկացվում, որպեսզի նրանք մեկնեն Բաքու։ Գիտեք, մեր բյուջեն վաղուց է դարձել քաղաքացիական պայմանագրի սպասարկու գանձարան եւ պետական կաշառքի ձև է դարձել։ Դեռևս առաջի շրջանում, երբ որ սկսեցին այսպես անհասկանալի պարգևատրումներ եւ օրենքից դուրս աշխատավարձերի վճարումներ, արդեն հասկանալի է, որ բյուջեն նպատակաուղղված է համապատասխան, ուրեմն քաղաքական կաշառքի միջոցով որոշակի վերահսկողություն պահպանել պետական ծառայողների եւ քաղաքծառայողների վրա։ Բնական է, որ պիտի ծախսը անեին, որովհետև իրենք հստակ դրսի թելադրանքի ներքո են, իսկ նաև նմանատիպ շփումներ իրենք փորձում են ներկայացնել անգո խաղաղության գործընթացի շրջանակներում։ Մենք հասկանանք, որ ոչ մի խաղաղություն չկա։ Ադրբեջանը, ես ուզում եմ հարց ուղղել 20 թվականից առաջ այսպես շեփորահարում էր, որ ես պատերազմ եմ սկսելու, թե երբևէ Ադրբեջանը իր անգամ համաձայնեցրած պայմանները հաջորդ վարկյանին չի դրժել։ Այսինքն մենք գործ ունենք մի պետության հետ, որը ես միշտ եմ սա շեշտում, պայմանագրաունակ չէ, այնտեղից դուրս եկած խոսքը բացարձակապես որևէ վստահություն չի կարող նշնչել, եթե դիմացինը զսպման կամ արգելակման մեխանիզմներ չունի։ Իսկ այսօրվա իշխանությունները այսպես դռները կրնկակող բաց են արել եւ էստի համեցեք են անում մեր թշնամիներին, թե ադրբեջանցիներին, թե թուրքերին։ Սա իրենց ավանդական մտածելակերպն ու քաղաքականությունն է։ Խաբելը նենգությունն է իրենց նորմալ ընկալելի մոտեցումների շրջանակում է։ Երբ որ նրանք ասում են, որ մենք պատերազմ չենք անելու, դա նշանակում է, որ իրենք պատրաստվում են պատերազմի։ Սա իրենց լեզվից թարգմանած նշանակում է, իրենք պատրաստվում են պատերազմի։ Պարզապես ուզում են մեր հանրության գլխի տակ փափուկ բարձ դնել, ինչպես 20 թվականի այդ հունիսյան թե հուլիսյան դեպքերի ժամանակ, այսպես մի փառաբանց ինչ որ դրվագներով փորձեցին փափուկ բարձ դնել մեր հանրության գլխի տակ եւ հանգստացնել, որ մենք այնքան ուժեղ ենք, որ մեր թշնամին չի կարող անգամ հանդգնել որևէ գործողություն իրականացնել։ Սա ընդհանրապես քաղաքական խաղ է։ Եկեք ճիշտ հասկանանք։ Իսկ այն, որ իրենք իրոք նպատակ ունեն Հայաստանը դարձնել թուրքական վասալական տարածք, ընդ որում դա իրականացնել եւ դրա մեխանիզմներից մեկն է այդ արհեստածին բացարձակապես որևէ պատմական կամ իրավական հիմք չունեցող Արևմտյան Ադրբեջան եւ իրենց օրեցօր աճող թվաքանակով ադրբեջանցիների կեղծ վերադարձի որևէ իրավունքի միջազգային նորմի չհամապատասխանող պահանջի իրականացմամբ ժողովրդագրական պատկերի փոփոխմամբ իրենցով անել եւ դրանով կյանքի կոչել իրենց հարյուրամյա երազանքը թուրանական տարածք ունենալու եւ թուրանական այսպես վերահսկողություն ու կայսրություն ստեղծելու այդ ցանկություն դա միանշանակ է։ Մենք հակառակը նման հայտարարությունները պետք է ճիշտ գնահատենք, հասկանանք, որ դա ընդհանրապես մեր հանրությանը առաջինը ինչպես ասացի, գլխի տակ փափուկ բարձ դնելու, արհեստական ինչ-որ թմբիրի մեջ պահելու հանգստություն տալու ինչ-որ մի նպատակ ունի առաջինը եւ երկրորդը սպասարկելու գործող իշխանության
ղեկին նստած անձնավորության հռչակած եւ իրականում գոյություն չունեցող խաղաղության գործընթացին, դրանով իսկ փորձելով օգտակար լինել եւ օժանդակել նրանց վերընտրմանը։ Տեսեք, սրա ֆոնին իշխանամետ շրջանակները նշում են, թե նրանք, ովքեր դեմ են այսպես կոչված կարգավորմանը, սրիկաններ են կամ օտար գործակալներ։ Ինչու նման հայտարարությունների համար այս անձինք պատասխանատվության չեն ենթարկվում, ինչպես օրինակ պետականամետ քաղաքական գործիչների եւ ակտիվիստների դեպքում է տեղ ունենում։ Գիտեք, մենք արդեն պիտի վերջի մի քանի տարիների ընթացքում արձանագրած լինենք, որ մեր արդարադատությունը ուղղակի միակողմանի է աշխատում եւ սպասարկում է բացառապես իշխող ուժի ցանկությունները։ Ինչ վերաբերում է այդ խոսույթին, իրենք իրենց սովորության համաձայն մանիպուլացնում են։ Որևէ մեկը խաղաղության դեմ չէ, որևէ մեկը հարաբերությունների կարգավորման դեմ չէ։ Այստեղ խնդիրն անում է ինչ պայմաններում, ինչ միջավայրում եւ ինչ գործիքակազմով եւ ինչ հետևանքներով։ Այսինքն մենք այստեղ չենք խոսում ապրիորի ինչ որ մի կարգավորման մասին։ Մենք այստեղ խոսում ենք ադրբեջանական ցանկությունների լուռ ու մունջ հլու հնազանդ կատարման մասին։ Ի վնաս Հայաստանի եւ հայ ժողովրդի եւ սպասարկելով այդ ցանկությունները մեր գոյության խնդրով։ Այսինքն այստեղ մենք ոչ թե հարաբերությունների կարգավորման հետ խնդիր ունենք, այլ դրա ձևի եւ դրա նպատակների հետ խնդիր ունենք։ Որևէ մեկը, եւ ես նշեցի, որ ինքս եմ եղել անգամ կազմակերպիչներից մեկը այդպիսի հարաբերությունների կարգավորման նախաձեռնության, եւ որևէ մեկը իր արժեվ խնդիր չի դնում պարզապես բացառել նման հնարավորություն։ Որևէ մեկը իր նորմալ, հատկապես հայ մարդը երբևէ ոչ պատերազմ է ուզում, ոչ թշնամություն է ուզում, եւ մեր այդ նաեւ բնակչության այս անչափ հանդուրժողականությունը, համբերատարությունը դա այն բնածին եւ բնատուր խաղաղասիրության դրսեւորումն է, որը հատուկ է հայ մարդուն։ Հայ մարդը դժվարությամբ է գնում առճակատման, պատերազմի, սա իր նաև հին քաղաքակրթության կրողի գենետիկորեն եկող ցանկությունն է, որտեղ պատմության այդ ելևէջներով անցնելով դժնդակ նաև իրադարձություններով անցնելով նա շատ լավ գիտի խաղաղության գինը եւ շատ լավ գիտի, որ պատերազմը ավիրում է ամեն ինչ եւ առանց խտրականություն դնելու եւ հետո այդ ամենը վերականգնելը շատ ավելի բարդ եւ տաժանակիր է լինում, քան որոշակի թե քաղաքական, թե խելամիտ միջոցներով ստեղծված լարվածությունը կարգավորելու հնարավորությունը, բայց այն ինչ որ մենք տեսնում ենք այս իշխանությունների պարագայում, հստակ կարմիր գծով անցնում է, որ մենք բացարձակապես սպասարկում ենք օտարի շահերը եւ այդ օտարի շահերի սպասարկման շրջանակում Հայաստանը, հայ ժողովրդին որպես սպասարկում մատուցում ենք թուրք-ադրբեջանական մեր դարավոր թշնամական տանդեմին։ Օրերս Հական Ֆիդանը հերթական անգամ նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել, պաշտոնապես եղել են հայտարարություններ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, այսինքն թե որքանով Հայաստանը կբավարարի Ադրբեջանի պահանջները։ Արադ Միրզոյանը եւս նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները թեպետ նախապայման առաջ չի քաշվում, բայց կա նախապայման եւ ակնհայտ է, որ այդ նախապայմանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն են, հա, հիմա հարց է առաջանում, այսինքն կա արդեն եւ հստակ է եւ որոշված, որ Հայաստանը կատարում է Ադրբեջանի պահանջները, որ թուրքական կողմը այսպես վստահորեն արդեն խոսում է հարաբերությունների կարգավորման մասին։ Հայկական կողմը դեմս մեր իշխանությունների վաղուց է հանձնառություն ստանձնել։ Նրանք անգամ իշխանության գալուց առաջ են այդ հանձնառությունը ունեցել։ Շատ հետաքրքիր էր Ֆիդանի արտահայտության մեջ մի երևույթ, որ նա հստակ նշում է, որ Հայաստանի իշխանությունները շահագրգիռ են թուրքական իշխանությունների հետ հարաբերությունների կարգավորման եւ դա այն փաստացիորեն գործիքն է, որը նրանք օգտագործում են ստիպելու հայկական իշխանությունների ենթարկվելու ադրբեջանական պահանջներին։ Այսինքն թարգմանաբար դա նշանակում է, որ եթե մենք հիմա հարաբերությունները կարգավորենք, հայկական իշխանությունները կդադարեն ադրբեջանական ցանկությունների կատարումը, եւ սա հստակ ցույց է տալիս այն մեխանիզմը, որով անգամ մինչեւ օրս փաստացիորեն իրականացվել են պարտադրանքի միջոցները եւ
այս իշխանության ղեկին նստած անձին նաև այսպես կուրքի դերում Էրդողանին ընդունելու կեցվածքը նաև բացատրում են ինչով է դա պայմանավորված, քանի որ իրենք փորձում են արդարացնել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը եւ երկու ժողովուրդների միջև ուրեմն կարգավորումը, նրանք փորձում են այդ նպատակին հասնելու համար ամեն ինչ անել բավարարելու Ադրբեջանի ցանկությունները, իսկ Թուրքիան Ադրբեջանին օգտագործում է նաև իր նպատակներին հասնելու եւ Ադրբեջանի միջոցով որպես գործիք օգտվում է այդ հնարավորություններից Հայաստանը քաղաքականապես, տնտեսապես, սոցիալապես, ներհանրային մակարդակում հնարավորինս թույլատնելու եւ չեզոքացնելու այն բոլոր պահանջները, որոնք ժողովուրդը կրել է դարեդար։ Սա մենք հասկանանք, որ սա այն էտապն է, որին հաջորդելու արդեն թուրքական պահանջների կատարումը, որ այդ հարաբերությունները բարելավեն։ Այս հետ առաջ քաղաքականությունը իրագործվել է նաև այս վերջի 3-4 տարիների ընթացքում մենք տեսել ենք ինչպես են հերթական անգամ խոստումներ տալով, որ չգիտեմ, երրորդ երկրի քաղաքացիները կկարողանան անցնել, դրա փոխարեն Ադրբեջանին հերթական զիջումն է արվում, այսօր չէ վաղը սահմանը կբացվի, հիշում եք Մարգարայի կամրջի վրա ինչ ակտիվությամբ միլիոնավոր դոլարներ ծախսելով փորձեցին մաքսակետը արդիականացնել, երբ որ թուրքական կողմը բացարձակապես ցանկություն չունի եւ նպատակ չունի ընդհանրապես Հայաստանը որևէ չափով զորացնելու կամ հնարավորություն տալու զորանալու։ Անկամ այս TRIP կոչվածը եւս բանակցվել է թուրքերի միջոցով։ Մենք հիշենք ԱՄՆ դեսպանի խոսքերը, որոնք նաեւ Վիտկոֆի խոսքերը, որ իրենք Ֆիդանի միջոցով են փորձում հասկանալ, թե տարածաշրջանի երկրների, այդ Հայաստանի հետ ինչպես հարցերը կարգավորել։ Մենք հասկանում ենք, որ թուրքը չի կարող հայի շահերից ելնող ինչ որ գաղափարներ առաջադրել եւ այն ձևը, որ իրենք պատկերացնում են այդ ճանապարհը, բոլորովին այնտեղ նպատակ չկա Հայաստանը ներգրավելու տնտեսական զարգացման ծրագրերին, այլ հակառակը Ադրբեջանին հնարավորություն տալու դեպի Թուրքիա ուղիղ ելք ունենալու, շրջանցելով Հայաստանը եւ շրջանցելով Վրաստանը։ Այսինքն իրենք այդ թուրանական ճանապարհի ամբողջական գծման եւ իրականացման այսպես էտապային քայլ առ քայլ իրականացումն են անում եւ պատահական չէ որ նաեւ այդ իբրև թե սպասվող երկաթգծի պարագայում չի քննարկում Հայաստանից Նախիջևան հատվածի միացումը այդ երկաթգծին, որով ինչպես բազմաթիվ մեր տնտեսագետներ եւ քաղաքագետներ են նշում, այդ դեպքում այդ երթուղին կամ երկաթուղին ընդհանրապես Հայաստանի համար որևէ իմաստ ձեռք կբերեր։ Տիկին Աղաջանյան, օրերս Ալեն Սիմոնյանը հարցականի տակ է դրել Տիգրանաշենի լինել չլինելու հարցը։ Հարց է առաջանում այս դեպքում այս քաղաքական շանտաժը ինչ նպատակ է հետապնդում, որտեղ ակնհայտ է, որ Տիգրանաշենը հանձնելու դեպքում Հայաստանը երկու մասի է բաժանվելու եւ Հայաստանի մի հատվածի կապը մյուսի հետ փաստացի արդեն Ադրբեջանի տարածքով է լինելու։ Իսկ գուցե պարզապես Հայաստանի իշխանությունները կարծում են, որ այդ կապի խնդիր չի լինելու եւ ամբողջն է Ադրբեջանին պատկանելու։ Ինչ նպատակ են հետապնդում։ Ես նշեցի իմ խոսքի մեջ, որ իրենք դեռևս իշխանության գալուց առաջ են նման հանձնառություններ ունեցել եւ այդ պայմաններին իրենք համաձայնել են դեռևս վաղուց եւ կարծեմ տարիներ առաջ այդ տեղեկատվությունը դուրս եկավ, որ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս Տիգրանաշենի հատվածը բաց էին թողել դեռևս 19 թվականին։ Այսինքն հստակ ցուցիչ է, որ իրենք նախապատրաստվում էին այդ հանձնումները իրականացնելու։ Իսկ վերջերս տեղեկատվություն դուրս եկավ, որ հարակից գյուղերում որոշակի թաղամասեր եւ տներ են կառուցում Տիգրանաշենի բնակիչների համար։ Այսինքն այն, որ իրենք սկսել են նորից խոսել դրա մասին, դա ցույց եւ անկլավների մասին, դա ցույց է տալիս, որ իրենք պատրաստվում են հերթական հանձնմանը եւ ադրբեջանական կողմը ուրեմն դա պահանջ ու պայման է դնում իր հաջորդող եւ նաեւ այս իշխանությունների վերարտադրության առումով խոչընդոտող գործողություններ չիրականացնելու համար, իսկ թուրքական կողմը օգտվում է այդ հնարավորությունից պարտադրելու, որպիսի
այդ իբրև թե իրենց հետ հարաբերությունների կարգավորման համար այդ հանձնումները իրականացնեն։ Մեր բնակչության համար շեշտեմ, մեր լսարանի համար շեշտեմ, որ Հայաստանի տարածքում եւ հայկական ԽՍՀ տարածքում որևէ անկլավ իրավաբանորեն հիմնավորված գոյություն չի ունեցել, որը պատկանել է ադրբեջանական ԽՍՀ-ին։ Իսկ Ադրբեջան պետությանը ընդհանրապես որևէ բան չի պատկանել, որտեղ Ադրբեջան պետություն որպես այդպիսին միջազգայինորեն ճանաչված սահմաններով գոյություն չի ունեցել, անգամ այսօր կարող ենք ասել գոյություն չունի, որտեղ իր սահմանների մեծ մասը գծված չեն։ Եվ նա հավակնություն է ներկայացրել իր առաջին հանրապետություն կոչվածին, ոչ թե ադրբեջանական ԽՍՀ-ին, այս առաջին հանրապետությունը ազգերի լիգայի կողմից հստակ մերժվել է ճանաչվել հենց հավակնությունների եւ տարբեր պետությունների տարածքների հանդեպ այդ հավակնություններ ունենալու եւ սահմանները հստակ չլինելու պատճառով։ Այսինքն մենք արձանագրենք, որ միջազգայինորեն ճանաչված որևէ Ադրբեջան պետություն չի եղել, որը կարող է իրավական որևէ փաստաթուղթ ներկայացնել, որ թե Տիգրանաշենը, թե մյուս սահմանները, որոնք մյուս անկլավներ կոչվածները, որոնք Տավուշի հատվածում են գտնվում, նրանք երբևէ պատկանել են անգամ ադրբեջանական ԽՍՀ-ին։ Մենք շատ լավ գիտենք ինչպես են այդ տարածքները ստեղծվել։ Այն, որ ադրբեջանցիներ ապրել են Հայաստանում, դա երբևէ չի նշանակում, որ այդ բնակության վայրերը գտնվել են ադրբեջանական ԽՍՀ իրավականորեն տնօրինության ներքո։ Որոշակի ադմինիստրատիվ կարգավորումներ եղել են հարցեր կարգավորելու համար բնակչության միջև հնարավոր բախումները, տարաձայնությունները թույլատնելու նպատակով, բայց դա երբևէ իրավունք չի տվել այդ տարածքները համարել Ադրբեջանի տարածք։ Եվ այս առումով մեր իշխանությունները վաղուց համաձայնել են այդ տարածքները հանձնել, վաղուց համաձայնել են անգամ կեղծված քարտեզների, որը մեզ որևէ կերպ որքան է պահանջում ենք, նրանք մեջտեղ չեն բերում, անունը տալիս են ինչ-որ քարտեզների 75-76 թվականների, բայց մենք շատ լավ հասկանում ենք, ընդ որում զարմանալիորեն այդ քարտեզները իրենց փոխանցվել է ամերիկա-բրիտանական կողմից։ Իսկ մենք շատ լավ գիտենք ինչպես կարող են քարտեզները կեղծվել։ Այսինքն քարտեզների տնօրինություն ունեցող բնօրինակները տնօրինող պետությունից քարտեզները չեն պահանջվել, այդ քարտեզները չեն հրապարակվել որպես բնօրինակներ, որպեսզի մեր հանրությունը տեսնի ինչի հիման վրա են եւ առավել եւս այդ թվականներին իրավականորեն հաստատված եւ հիմնավորված քարտեզներ գոյություն չեն ունեցել։ Մենք ունեցել ենք 1.26-28 թվականների քարտեզներ, որոնք իրավականորեն հաստատված են եղել, խոսքս Հայաստան-Ադրբեջան, եւ ունեցել ենք 88 թվականին հաստատված քարտեզ, հաստատված նաեւ իր արձանագրությունները, որը հստակ նշել է, որ տարածքում է պատկանում։ Իսկ դրանցից որևէ մեկի մեջ ոչ Տիգրանաշենը, ոչ մնացած տարածքները անկլավ չէին կարող համարվել։ Եվ վերջում Տիկին Աղաջանյան, նույն Ալեն Սիմոնյանը խոսում է, որ Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից նշում են, որ նման օրակարգ չկա ՀԱՊԿ-ից դուրս գալու։ Հիմա հարց է առաջանում, եթե ամեն դեպքում Հայաստանը դուրս է եկել կամ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, որն է մեր անվտանգային այլընտրանքը, որովհետև վերջին շրջանում կարծեք թե ակտիվ քննարկումներ կան, այսպես ասած, թուրքական աշխարհին ՆԱՏՕ ստեղծելու կամ արաբական աշխարհին ՆԱՏՕ ստեղծելու մասին, հարց է առաջանում ՀԱՊԿ-ից դուրս գալով Հայաստանը հնարավոր է որ միանա այդ թուրքական աշխարհի ՆԱՏՕ-ին, որն է լինելու մեր այլընտրանքը։ Մեր իշխանությունները արդեն վաղուց են ձեռնարկել այդ քայլերը, իհարկե ՀԱՊԿ-ից իրավականորեն դուրս չեն եկել, բայց փաստացի դադարեցրել են ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը։ Նրանց ձեռքին եթե ճար լիներ, իրենք վաղուց արդեն ռուսական բազան էլ այստեղից դուրս բերած կլինեին եւ ռուս-հայկական պայմանագրերը պաշտպանության ոլորտի իրենք առոչինչ հայտարարած կլինեին, բայց շատ լավ հասկանում եմ, որ նման քայլը կարող է իրենց մահվան վկայականը լինել, համապատասխան արձագանք բերելով։ Այն, որ մեզ արդեն վաղուց զետեղել են ՆԱՏՕ-ի հովանու ներքո եւ դա եղել է նպատակներից մեկը այս իշխանությունների աթոռներին նստեցնելու, դա հստակ է, որտեվ անգամ չգիտես ինչու մեր իշխանությունները որոշել են, որ ՆԱՏՕ-ի արտահագուստին համապատասխան կամ նմանությամբ պետք է մեր զինվորները
հագնվեն, երբ որ ամեն մի երկիր իր բնակլիմայական պայմանների եւ լանդշաֆտի առանձնահատկություններից ելնելով է իր բանակի արտահայտությունը որոշում։ Այս պարագայում շատ հարցեր կան, բայց հստակ է, որ իրենք թե ֆրանսիական զենքեր բերելով, թե այդ զինատեսակների տարբեր չափեր ունեն նատոական զենքերը կամ արևմտյան զինատեսակները եւ ռուսականները, դրանք տարբեր չափեր ունեն եւ համադրելի չեն մեկը մյուսի հետ եւ իրենք վաղուց արդեն շրջադարձը կատարել են։ Պարզապես դրա մասին, ինչպես ասում են, բացահայտ չեն հայտարարում, իսկ մենք շատ լավ հասկանում ենք, որ այս տարածաշրջանում եւ խոսքս միայն հարավային Կովկասը չէ, այլ ամբողջ մեծ մերձավոր արևելքը, Արևմուտքը Թուրքիային է կարգել որպես իր առաջատար պետություն եւ Թուրքիայի միջոցով է հարցերը կարգավորում։ Բնականաբար այս իշխանությունները նպատակ ունեն մեզ հենց հարմարող տեղավորել Թուրքիայի ենթակայության ներքո, Թուրքիայի ազդեցության ներքո, այդ թվում նաեւ տնտեսապես եւ թուրքական ներհոսքն ու թուրքական ազդեցությունը հնարավորինս արագ տարածելու համար։ Դրան է նաև լծված մեր գյուղ արտադրողների այս օրեցօր եւ տարեցտարի վատ թարացող վիճակը, պետության կողմից բացարձակապես օժանդակություն ցույց չտալը արտահանողներին, հակառակը թե իրենց քաղաքականությամբ, թե իրենց վարքագծով խնդիրներ ստեղծելը մեր հիմնական շուկա արտահանումների պարագայում եւ մենք դա տեսնում ենք գրեթե ամենամսյա ռեժիմով տարբեր ոլորտների արտադրողների, արտահանողների կառավարության արչեւ բողոքի ակցիաների տեսքով եւ երկիրը դարձնելու ընդհանրապես սպասարկու։ Իսկ սպասարկու երկիրը ինքը չի կարող անվտանգային հարցեր կարգավորել, նա ենթակա է լինում։ Եթե դու ինքդ քո արտադրական հնարավորությունները չունես, քո անվտանգային թեկուզ նվազագույն պարենային արտադրությունը չես կարողանում ապահովել, ապա դու ամբողջովին կախվածության մեջ ես գտնվում օտար կամքից եւ օտար ցանկությունից։ Իսկ այս պարագայում մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունները ակտիվորեն փորձում են մեզ ենթակայության տակ դնել մի կողմից ադրբեջանական, մյուս կողմից թուրքական ուրեմն ցանկություններից դրա վկայությունն է նաև այսպես թմկահարված իբրև թե Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրման, որը վերջում պարզվեց անասնակեր էր, եւ դրա հետ կապված նաև հասկացանք, որ մենք նաև սանիտարական եւ որոշակի լաբորատոր ստուգումների խնդիր ունենք, կարծեմ ինչ-որ որոշում են կայացրել, որ Հայաստան մտնող սննդամթերքը չպիտի վերահսկման ենթարկվի, դա իհարկե սարսափելի մեծ վտանգներ է ստեղծելու մեր բնակչության եւ մեր ժողովրդի առողջության համար։ Շատ լավ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր իմ հյուրը արտակարգ եւ լիազոր դեսպան Տյունիկ Աղաջանյանն էր։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։